Բարև, ես ընկեր Մարուն եմ Think Engineering-ից։ Այսօր միասին կստեղծենք Cookie Clicker խաղը։ Այն կունենա հետևյալ տեսքը։ Կունենանք clicker, cookie տեսքով, կունենա այն անիմացիա, երբ որ մկնի կփերեք, այսպիսի սիրուն էֆեկտ կունենա, եւ երբ որ սեղմենք, մեր մոտ կստեղծվեն cookie-ներ եւ մկնիկի ցուցիչի մոտ եւ ետնապատկերում։ Նաեւ նկատենք, որ մենք ունենանք միավորներ եւ ռեկորդ։ Եթե կարողանանք մեր ռեկորդը անցնենք, մեր ռեկորդը կմեծանա։ Նաեւ կունենանք ժամանակ եւ երբ որ խաղը ավարտվի, կունենանք game over։ Խաղի իմաստն է մաքսիմալ շատ միավորներ հավաքել, որպեսզի կարողանանք անցնել ձեր ռեկորդը։ Բաժանորդագրվին մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես նոր խաղերը։ Երբ դրոշակը սեղմված է, մեր լույսը պետք է լինի միշտ մեջտեղում, այսինքն ֆիքսենք նրա կոորդինատները, եւ նա միշտ պետք է լինի ետևի շերտում։ Շարժ բաժնից վերցնում ենք գնալ դեպի 0-0, այնուհետև տանում ենք նրան ետևի շերտ, տեսք բաժնից, գնալ դեպի դիմաց շերտ, դիմաց փոխում ենք, սարքում ենք ետևի շերտ, ստեղծում ենք նրա կրկնօրինակը, ով որ պետքա պատտվի իր հետ միասին, այսինքն կառավարում բաժնից ստեղծել իմ կրկնօրինակը, ինձ մի հատ կրկնօրինակա պետք է, հետևաբար ես մի հատ եմ ստեղծում իրան, անվերջի մեջ չեմ դնում։ Եվ հենց մեր օրիգինալը պետք է պատտվի, հետևաբար դնում եմ անվերջ եւ շրջվել, որ ուղղությամբ ուզում եք դնում եք ըստ ցանկության, եւ շրջվելը դնում եք 0.5 աստիճան օրինակ։ Փորձարկում ենք, նկատենք, որ մեր օրիգինալը շարժվում է, իսկ մեր կրկնօրինակը կանգնած է, այսինքն պետք է կրկնօրինակին էլ հրամաններ տանք։ Երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, կառավարում բաժնից, երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, նա նույնպես պետք է պատտվի, ու նույն ձևին ոնց որ մեր օրիգինալը, հետևաբար նրան կարող ենք ուղղակի կրկնօրինակել անվերջն ու շրջվելը։ Դրոշակը սեղմենք, նկատենք, որ նրանք միասին են շարժվում։ Եվ եկեք նենց անենք, որ մեր կրկնօրինակը հակառակ ուղղությամբ շարժվի։ Հետևաբար 0.5-ի փոխարեն կարող եմ դնել -0.5 կամ օգտագործել մյուս շրջվելը, մեկը աչը շրջվում, մյուսը ձախ։ Այսինքն մյուս շրջվելը, որը ուզում եք կարող եք դնել, ես նախընտրում եմ այսպես։ Եթե ձեզ դուր չի գալիս, արագ է դանդաղ է, դու կարող եք թիվը փոփոխել եւ սկսել հարմարացնել ըստ ձեր ճաշակի։ Վերադառնանք մեր point-ներին։ Ստեղծենք կերպարներ, որոնք մատնանշելու են մեր միավորները, ժամանակը եւ ռեկորդը։ Սկսեցինք սկզբից։ Սարքում ենք կերպար, տեգործիքի միջոցով, էլի աջ կողմից նկարել, կերպար ստեղծվեց, գրում ենք point։ Մի քիչ կարող ենք մեծացնել, աջ կողմում խոշորացույցի նշան եք տեսնում, դնում ենք մեջտեղում, աջ կողմում տեսնում ենք մեր point-ները, մեր փոփոխականը դեռ պետք չի, իրան իջացնենք ներքև, որ մեզ չխանգարի։ Point-ը դնում ենք վերևում, ահա, նորմալ է։ Այնուհետև կերպարի անունն էլ ենք փոխում, point number, այսինքն մեր միավորների քանակը, point number։ Այնուհետև ստեղծենք մի նոր կերպար, արդեն կլինի ռեկորդը։ Վերևում դրեցինք, էլի մոտավորապես մեջտեղ, եթե չգիտեք մեջտեղն է թե չէ, ապա x-ը դնում եք 0, ձեռքով x-ը դնում եք 0։ Այնուհետև կերպարի անունը նույնպես փոխում եք, սարքում եք ռեկորդ եւ նույն ձևին նկարում ենք կերպար, անունը դնում ենք time, ժամանակ։ Իդեպ գեղեցկության համար, եթե գրել եք մեծատառով, բոլորը գրում եք մեծատառով, եթե գրել եք փոքրատառով, բոլորը գրում եք փոքրատառով, այսինքն նմանատիպ եք գրում բոլորը։ Time-ը ստեղծեցինք, այ փախցրեցինք time-ին։ Եկեք նրա բարձրությունը դնենք ռեկորդի նման, եկեք բոլորին դնենք 160 բարձրության վրա եւ time-ը եւ point-ը եւ ռեկորդը։ Time-ն էլ դնենք 160։ Ահա, նկատենք, որ ինքը հայտնվեց վերևում, նրան տանենք աջ եւ փոփոխենք էլ y-ը 160։ Հեսա այս ամեն ինչը հրամաններով ենք անելու։ Կերպարի անունը նույնպես դնենք time եւ այս point-ի հարցը լուծենք։ Point-ի վրա, եթե սեղմենք երկու անգամ, այսպիսի տեսք կունենա, միավորները կդառնան միայն թվերով։ Այսինքն կողքի point գրածը չի երևա։
Գնանք սցենարներ point հրամանի մոտ հենց։ Գրում ենք, երբ դրոշակը սեղմված է, մեր point-ները պետք է լինեն 0, որտեղ խաղը սկզբից է սկսում։ Փոփոխական բաժին, point-ը 0։ Սեղմեցինք, point-ը 0-ացավ։ Այնուհետև ոչ մի առավելություն point-ը չունի, այսինքն մենք չենք կարող հաղթել։ Մենք ուղղակի միավորներ ենք հավաքելու։ Մեզ պետք է նաև ռեկորդ, որը անընդհատ ստուգելու է, արդյոք մեր ռեկորդը խփել ենք, թե ոչ, այսինքն մենք անցել ենք մեր միավորներով ռեկորդը, թե ոչ, եթե անցնենք, ապա մեր ռեկորդը ավելանում է եւ մենք նոր ռեկորդ ենք սահմանում։ Սարքում ենք նոր փոփոխական բաժնից ստեղծել փոփոխական անուն դրում ենք ռեկորդ։ Ինչպես նշեցի, մենք պետք է անընդհատ ստուգենք, փոփոխականը նկատեցինք, որ հայտնվեց, երկու կլիկ անենք, դնենք մեր ռեկորդ գրվածքի տակը։ Պետք է անընդհատ ստուգենք, արդյոք մեր ռեկորդը ավելացնենք, թե ոչ, թե մնում է նույնը։ Գրում ենք, եթե կառավարում բաժնից, անվերջի մեջ չենք մոռանում, անվերջ, եթե ապա, եւ ստեղ ստուգում ենք արդեն։ Եթե մեր ռեկորդը ավելի փոքր է, քան թե միավորները, հետեւաբար մենք ունենք նոր ռեկորդ։ Գրեցինք, հաշվարկ բաժնից փոքր է։ Գրում ենք փոփոխական բաժնից ռեկորդը փոքր է point-ից, այսինքն երկուսն է փոփոխականներով վերցրեցի։ Եթե ռեկորդը փոքր է point-ից, ապա մեր point-ը դառնում է ռեկորդ, այսինքն եթե մեր ռեկորդը 5 է, point-ը 6, հետեւաբար մեր նոր ռեկորդը 6 է։ Այսինքն վերցնում ենք point-ը 0, սարքում ենք ռեկորդը 0 եւ 0-ի փոխարեն դնում ենք point փոփոխականը։ Եկեք փորձենք։ Սեղմեցի, նկատենք, որ մեր point-ն ու ռեկորդը իրար հետ ավելանում են։ Հետո անջատում եմ խաղը, նորից եմ սկսում, point-ը 0-անում է, ռեկորդս դեռ 9 է։ Սեղմեցի, ռեկորդս չի փոխվում, նկատենք։ Հենց որ մեր point-ները 9-ից ավել լինեն, նրանք սկսում են զուգահեռ մեծանալ։ Այնուհետև էլի դրոշակը սեղմեցինք, նկատենք, որ point-ները 0-անում են, ռեկորդը մնում է նույնը։ Գնացինք առաջ։ Ստեղծենք game over, նկարենք game over-ը, էլի նկարում ենք կերպար, մեծատառերով արդեն կգրենք game over, բայց արդեն մի քիչ մեծացնենք, այստեղ անկյունից կարող եք բռնել մեծացնել, ահա, ես ուզում եմ իրար տակ գրել, որպեսզի գեղեցիկ լինի, դնում ենք մեջտեղում, game over-ը կերևա խաղի վերջում, երբ որ ամեն ինչ ավարտված է, մի քիչ է մեծացնեմ, մոտավորապես այսպիսի տեսք կունենա։ Կարող ենք գեղեցիկ էֆեկտ ավելացնենք, շողքի էֆեկտ։ Սեղմում ենք game over-ի վրա սլակ գործիքի միջոցով, նրան պատճենում ենք, ուշադրենք լինում, պատճենում ենք, այնուհետև շողք ենք սարքում իրան, այսինքն մոխրագույն ենք սարքում, շատ մուգ չէ, մոտավորապես այսպես։ Այնուհետև Z տեղում ենք եւ նկատենք, որ մեր հետևի game over-ը դառավ շողքը, դիմացինը դառավ մեր գրվածքը։ Եթե մեզ դուր չի գալիս, ապա զգուշորեն ընտրում ենք հետևի game over-ը եւ մի քիչ էլ ենք մքացնում։ Կարող եք սեղմել, այսպես տեղափոխել, ոնց ձեզ դուր է գալիս, թողել։ Game over։ Կերպարի անունը փոփոխում ենք, դարձնում ենք game over։ Կերպարի անունները շատ կարևոր է, որ ճիշտ դնեք, որ հասկանաք, որ կերպարը ինչի համար է նախատեսված։ Նաև մեզ պետք է ժամանակ, հետևաբար փոփոխական բաժնից սարքում ենք փոփոխական, ստեղծել փոփոխական անուն դնում ենք time, եւ մեր game over կերպարի մոտ սկսում ենք գրել։ Game over-ը սկզբից չի երևում։ Հետևաբար դնում ենք, երբ դրոշակը սեղմված է, տեսք բաժնից թաքցնել։ Այնուհետև, երբ որ մեր ժամանակը ավարտվի, նա պետք է երևա։ Time փոփոխականը նկատեցինք, դրեցինք time-ի մոտ, երկու անգամ սեղմեցինք, որպեսզի դառնա թիվ, դրեցինք time-ի տակը եւ game over-ի մոտ սկսում ենք հրամանները գրել։ Հետևաբար, դրոշակը երբ որ սեղմում ենք, մեր game over-ը չի երևա, փոփոխական բաժնից վերցնում ենք point-ը 0, ձեր մոտ կարող point գրած չի, ուրիշ բան ենք գրած։ Սարքում ենք time, որոշում ենք, որ ժամանակը թող նախնական լինի 10 վայրկյան, հետո կփոփոխենք ըստ ցանկության։ Այնուհետև ժամանակը պետք է լինի հետ հաշվարկ, այսինքն 10, 9, 8, 7, մինչև հասնի 0-ին։
կառավարում բաժնից կրկնել մինչև այնուհետև նայում ենք, արդյոք մեր ժամանակը փոքր է 0-ից։ Հաշվարկ բաժնից փոքր է, փոփոխական բաժնից time-ը, գնում ենք հաշվարկ բաժին, փոքր է, փոփոխական բաժին time-ը 0-ից, այսինքն քանի դեռ time-ը 0-ից փոքր չէ, պետք է կատարենք գործողությունները, փոխել time-ը -1-ով, էլի հաշվարկ բաժնից, եւ դնում ենք կառավարում բաժնից սպասել 1 վայրկյան, որպեսզի 1 վայրկյան մեկ նա փոխի իր արժեքը, ստացվում է 10, 9, 8, 7, մինչև պետք է հասնի 0-ին, հենց որ հասնի 0-ին նա կանգ է առնելու, բայց մեզ պետք է ոչ թե կանգ առնի, այլ խաղը ավարտվի, որ մենք չկարողանանք նրան շարունակել։ Հետևաբար դնում ենք մեր այս game over-ս գեստը, որ երևա, հետևաբար դնում ենք ցույց տալ, այսինքն կրկնեց, եկավ, հասավ -1 արժեքին եւ դնում ենք կառավարում բաժնից դադարեցնել ամբողջը։ Դրոշակ 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 0-ն էլ հետը -1 է դառնում եւ ավարտվում է։ Եթե չեք ուզում -1 լինի, կարող ենք ուղղակի այս 0-ն փոխարինել 1-ով, այսինքն հենց որ 1-ից քիչ լինի, փոխի time-ը -1-ով եւ կանգ առնի։ Եկեք 5 վայրկյան սարքենք, որ շատ երկար չսպասենք։ 5, 4, 3, 2, 1, 0 եւ վերջ։ Խաղը ավարտվեց։ Նկատենք, որ մեր մոտ game over լավ աշխատում է, ուղղակի ինքը շատ կտրուկ է երևում։ Եկեք նրան ոնց որ դրել ենք cookie մոտ անիմացիան, նույն անիմացիան իր մոտ դնենք։ Հետևաբար գնում ենք մեր cookie-ի մոտ, որ նորից չգրենք այս ամենը եւ copy ենք անում։ Գտնում ենք մեր անիմացիայի հատվածը, այս եթե մկնիկը սեղմված է եւ մկնիկի ցուցիչը սեղմված է, այս միջի անիմացիան է ինձ պետք։ Վերցնում եմ առաջի հրամանից չափսը 100%, մոտեցնում եմ game over-ի մոտ, նկատենք, որ կերպարից շարժվում է։ Բաց թողեցի, հայտնվեց։ Այսպիսի էֆեկտ է լինելու։ Եվ այս ամենը դնում ենք ցույց տալուց հետո, որպեսզի էֆեկտը լինի, փորձարկենք, դադարեցնել ամբողջ թողում ենք վերջում։ Եվ այսպիսի էֆեկտ մեր մոտ ստացվեց։ Գնացինք առաջ, մի քանի ուղումներ կատարենք։ Մեզ պետք է point number-ի տեղը ֆիքսել, հետևաբար մի հատ ստուգում ենք, որ ամեն ինչ գեղեցիկ լինի, շարժ բաժնից վերցում ենք գնալ դեպի XY, դնում ենք դրոշակից հետո -190, 160, հաջորդը մեր մոտ ռեկորդն է, էլի դրոշակ, գնալ դեպի, բարձրությունները նույնն ենք դնում եւ ռեկորդը մեջտեղում է, հետևաբար դնում ենք գնալ դեպի 0 եւ 160, այնուհետև ժամանակը, էլի դրոշակ, գնալ դեպի, եթե ձեր մոտ թվերը փոփոխվում են, կարևորը ուշադիր լինեք, որ ձեր Y-ները նույնը լինեն, իսկ նրանք նույն բարձրության վրա լինեն։ 188, 160, նորմալ է։ Ընտիր։ Նաև ավելացնենք ձայնային էֆեկտ։ Երբ որ մենք սեղմենք մեր cookie-ին, մեր մոտ կծելու ձայնային էֆեկտ լինի, կամ եթե դուք ուզենաք փոփոխեք, ուրիշ ձայնային էֆեկտ կարող եք ավելացնել։ Գնում ենք cookie-ի մոտ, գտնում եք, երբ մկնիկի ցուցիչը սեղմված է եւ մկնիկին հպվում ենք։ Այստեղ մենք ունենք մի քանի տարբերակ, ընտրում ենք կրկնօրինակները, որտեղ ենք ստեղծել այդ մի տարբերակը։ Մնացածները էֆեկտների հետ կապված, դրա համար նրանց ձեռք չենք տալիս, որպեսզի վիզուալ, այսինքն դուք նայեք, հասկանաք, որ այս մասը պատասխանատու է վիզուալ էֆեկտների համար, այն մասը պատասխանատու է կրկնօրինակների համար, նույն տեղն է կդնենք ձայնը, որովհետև մի հատ հրաման է։ Գնում ենք ձայն բաժին, այստեղ մենք ունենք արդեն ձայն, կարող եք սա օգտագործել, կարող եք ընտրել ձախ ներքևի անկյունում ուրիշ ձայն, ես ընտրում եմ էֆեկտներ բաժնից, չոմփ ձայնը, սեղմեցի, նկատենք, որ այստեղ հայտնվեց, գնացի սցենարներ, ձայն բաժնից վերցնում եմ արտաբերել չոմփ ձայնը, դուք կարող եք չոմփի փոխարեն ուրիշ անուն դնել, կարող եք քաշել համացանցից, ներբեռնել եւ դա էլ օգտագործել։ Եվ դնում եմ ամենավերջում։ Հենց որ միավորը ստանամ, թող այդ ձայնը արտաբերվի։
Նկատենք, որ մեր մոտ ամեն ինչ ընտի աշխատում է, ժամանակը կավարտվի, մեր խաղը կավարտվի։ Ժամանակը կարող ենք վերադարձնել, այստեղ time-ը 5 դարձնենք, օրինակ time-ը 60, որ մի րոպե տևի խաղը, կամ դուք ձեր ճաշակով ինչ թիվ ուզում եք կարող եք դնել, ընթացքում փոփոխեք։ Եվ վերջնական խաղը այսպիսինն է։ Չմոռանաս պահպանել խաղդ եւ ցույց տալ այն ընկերներիդ։ Նաեւ սպասում եմ քո խաղի հղումը կոմենտներում։ Չմոռանաս նաեւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնաս նոր խաղերը։ Ես ընկեր Մարոն էի Think Engineering-ից, կհանդիպենք հաջորդ հոլովակում։